Բարի երեկո 5-րդի եթերում հարցազրույցն է այսօր զրուցել եմ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Քոչարյան, երեք վաղարշաբաթում տեղի ունեցան համայնքային ընտրությունները, քաղաքացիական պայմանագիրը հավաքեց 15298 ձայն, իսկ երկրորդ տեղում է Հաղթանակ կուսակցությունների դաշինքը 10051 ձայնով։ Սպասելի են ձեզ համար այս արդյունքները։ Եվ սպասելի են, եւ մի փոքր անսպասելի են, տեսեք, ամեն դեպքում կարելի է մի քանի բան արձանագրել, հիմա հերթով գնանք, հա, ուրեմն եթե իշխանությունը չմիացներ Խոյ համայնքը իր գյուղերով, ուրեմն վաղարշաբաթ համայնքին, այս անգամ իշխանությունների վիճակը այդքան լավ չէր լինի վաղարշաբաթ համայնքում, մենք հիշում ենք, որ առաջ վաղարշաբաթ համայնքն էր քաղաքը եւ Ոսկեհատ գյուղը։ Եվ եթե մենք հեռացնենք Խոյ համայնքը հիմա եւ տվյալները տեսնենք, այնտեղ իշխող ուժը եւ Հաղթանակ դաշինքը իրենք հավասար ձայներ են հավաքել եւ այստեղ կարելի է արձանագրել, որ վաղարշաբաթ քաղաքում իշխանությունները չեն հաղթել, չեն հավաքել այնքան ձայն, ինչքան հավաքել են ընդհանուր 21 թվի թիմ ընտրություններին։ Եթե ճիշտ եմ հիշում, 54% վաղարշաբաթում հավաքել էր իշխանությունը։ Երկրորդ փաստը, որը պետք է արձանագրել, փաստացի վաղարշաբաթ համայնքում Սևակ Խաչատրյանի գլխավորած դաշինքը առանց ադմին ռեսուրսի հավաքել է մոտավորապես այդքան ձայն, ինչքան հավաքել էր իշխանությունը իր ամբողջ ադմին ռեսուրսով, մենք դեռևս չգիտենք նաև ինչ կեղծիքների են դիմել իրենք։ Փաստացի այսպես ասենք, եթե տեղերով փոխենք հիմա Սևակ Խաչատրյան եւ Արգիշտի Մեխակյան եւ պատկերացնենք, որ Արգիշտի Մեխակյանը ինքն իրանով ինչքան ձայն կհավաքեր, եթե չունենար ադմին ռեսուրս, ԿՊ աջակցություն եւ մնացած մանր-մունր ժուլիկությունները, այսպես ասենք, այստեղ իմ կարծիքով պատասխանատուները, որ անգամներ քիչ կհավաքեր լինելով սովորական ընտանիք ընդդիմադիր։ Իհարկե, այստեղ նաև որոշակի սխալ հաշվարկներ են արել որոշ ընդդիմադիր ուժերը եւ գետնի վրա այդքան էլ լավ չեն աշխատել, այսինքն այն արձագանքները երևի որ ստացել են նախագահարշավի ժամանակ, երևի իրենց մի փոքր սխալ պատրանքներ են ստեղծել եւ դրա համար շատ ավելի ակտիվ չեն աշխատել, որովհետեւ եթե շատ ավելի ակտիվ աշխատեն եւ իրենց սպասված տոկոսը հավաքեն, ապա ներկապային իշխանությունը հաստատ ԿՊ-ին չէր լինի եւ այստեղ դասեր պետք է քաղվի այս ամեն ինչից եւս մեկ դաս, որ 1%-անոց կուսակցություններ ընդդիմադիր պետք է չլինեն ընտրությունների ժամանակ, մենք կարծեմ դրա մասին արդեն խոսել ենք մի անգամ, որ այսպիսի կուսակցություններ իրանք ուղղակի փոշիացնում են ձայները եւ տեսեք երկու ընդդիմադիր ուժ կար, որոնք հավաքեցին 1 եւ 1.2% եւ դրա պատճառով օրինակ հայրենիք կուսակցությունը չկարողացավ անցնել ավականի, որովհետև 2-4%-ից եթե 0.3% ընդդիմադիր ձայն գնար հայրենիք կուսակցությունը, ապա մենք ունենայինք բացի Մայր Հայաստանից եւ Հաղթանակ դաշինքից եւս մեկ ընդդիմադիր կուսակցություն ավականում։ Այսինքն այստեղ կարևոր է հետևությունները ճիշտ անել, կարևոր է այսպես ասած չհասցավել ամեն ինչից կամ չընկճվել եւ ուղղակի վերադասավորում անել, վերահաշվարկ անել եւ արդեն հասկանալ ապագայում հաջորդ ընտրություններին, դրա տիպի ընտրություններին, համապետական ընտրություններին մոտավորապես ինչպես պետք է գնալ։ Այսպես ասենք, ընդդիմության համար, հատկապես այն ընդդիմության, որը իրական ընդդիմություն է, դա մի փոքր նաեւ լրջանալու պահ է եւ ուժերը հավաքելու պահ է։ Պարոն Քոչարյան, նշեցիք, որ այնքան էլ ակտիվ չեն աշխատել տեղում, ակտիվ աշխատելով ինչ նկատի ունեք, որովհետև տեսնում էինք, որ հանդիպումներ են ունենում բնակիչների հետ, զրույցներ, բացատրում են իրավիճակը, ինչ պիտի անեին, որ չեն արել։ Երբ ավելի շատ պետք է հանդիպեն եւ ճիշտ հաշվարկեին իրենց պոտենցիալը, այսպես ասենք, ես չեմ կարող ասել բոլոր ուժերի մասին ընդդիմադիր, որոնք թերացել են, օրինակ իմ պատկերացմամբ Հաղթանակ դաշինքը շատ լավ է աշխատել, հա, եւ հավաքել են նույնիսկ ավելին, քան իրենցից սպասվում էր, բայց մնացած ուժերը կարող են ավելի ակտիվ լինեն եւ ավելի, այսպես ասենք, չափելի արձագանքներ ունենային, հա, որովհետեւ եթե քեզ մոտ գալիս են եւ ասում են այս քո տեխնացուն ինքը այսպես տղա է, չգիտեմ 15%, 20% տղա է եւ դու մտածելով որ ահա լրիվ օքեյ կարելի շատ ավելի
քիչ ուրեմն ռեսուրսներ ծախսել դրաշավի վրա, եւ ոչ ստանում ես այդպիսի պատկեր, սա ոչ միայն այս ընտրությունների արդյունքն է, սա նաեւ որոշ դեպքերում այլ նախորդող ընտրությունների ժամանակ եւս այդպիսի մոտեցում է լինել, դե ինքը կանցնի, դե ինքը հաղթող է, դե ինքը մենք հաստատ անցնող ենք, եւ հետո չգիտեմ 100-200 ձայնի պատճառով չեն կարողացել իրենց հարցը լուծել, այսինքն այստեղ պետք է իրոք շատ ավելի տեղերում զբաղվել, տեղերում չափել, ընդհանրենք այսպես ասենք գնացել է գյուղ քարոզարշավի, հետո ինչ-որ մի խումբ ուղարկել, կարող են սոցիոլոգներ լինեն կամ սովորական մարդիկ լինեն եւ ուղղակի արձագանքները տեսնեն ինչպիսի են, օրինակ ասեն այս տեխնազոն որ sense բան ասել է, ինչ եք մտածում, ինչ եք կարծում, այսինքն այս բավականին այսպես ասենք ծավալուն process է եւ պետք է ծավալուն process-ը մինչեւ վերջ հասնի։ Սա ժողովրդական եզրահանգստը չարխայնանալ էր, որտեղ եթե կոնտ այդպիսի իրավիճակ է ստեղծվում, դրանով կարող են օգտվել մարդիկ։ Օրինակ դու կարող ես մտածել, որ ահա մենք անցել ենք եւ դու վերջին օրով ընդհանրեն քո ցանոթ բարեկամին չես զանգելու ու չես ասելու գնացեք գոնե ընտրությունների։ Պարտադիր չասել ում կոնկրետ ընտրել, բայց գոնե իրենց ուղարկել ընտրությունները, որտեղ շատ մարդիկ կարող են նստեն մտածեն, հա դա ասում է, այս դաշինքներ կանցնի, այս կուսակցներ կանցնի, մենք էլ ինչի գնանք, հա մենք գնանք դաչա կամ մեր առօրյա գործերով զբաղվենք եւ դրա պատճառով չեն գնում։ Նաեւ տեսեք Էդի կրկին դուրս մնաց մոտավորապես 50-55%-անոց զանգված, որը չմասնակցեց ընտրություններին։ Ինձանից առաջ ընկա, ուզում եմ ասել, կարծես թե Երևանի սցենարը կրկնվեց, այո, ԿՊ-ի պարագայում 25% այստեղ 25% փաստացի վաղուր շաբաթում, որտեղ ընտրողների 25%-ն է տվել։ 21.8%-ն է հավաքել ԿՊ-ն այս վաղուր շաբաթ համայնքում։ Այստեղ էլ եմ ասում այնտեղ խոպան է, այսպես ասենք, այս 50-55%-ը դա մի խոպան է, որտեղ քաղաքական ուժերը չեն աշխատում։ Եթե այդ մարդկանցից, ովքեր նեյտրալ են եւ չեն գալիս ընտրություններին, կարողանալ անդիմադիր ուժերը քաշեն իրենց վրա եւս որոշակի տոկոս եւ եւս որոշակի ժողովրդի շերտը, շատ ավելի հաջող կստացվի։ Օրինակ Գյումրիում մոտավորապես այդպես էլ ստացվեց, հա, որովհետեւ Գյումրիում ավելի շատ մարդ եկավ, իշխանությունները չէին սպասում, հա, եւ իրենց հաշվարկներից դուրս մնաց եւ Գյումրիում ընդդիմությունը կարողացավ բարձր հաճախելիության շնորհիվ դուցել իր հարցը, հա, ազատվել ընդհանրեն ԿՊ-ից քաղաքում։ Էջմիածնում այդպիսի բան չեղավ, դա նշանակեց, որ ելի եմ ասում, որոշակի թերացում նաև եղավ այդ իներ զանգվածի հետ աշխատելու, այսինքն մարդիկ պետք է հասկանան, ինչի մարդիկ մնացին տունը, հիասթափված են, ոչ մեկին չեն ուզում ընտրել, չեն համարում, որ տվյալ տեխնացիների մեջ ինչ որ արժանի մարդ կա։ Կամ կարծում են, որ ոչ մի բանով չի փոխվում։ Ոչ մի բան չի փոխվի, կամ ամեն ինչ արդեն որոշված է, կամ չգիտեմ, դե կոպիտ ասած Սևակ Խաչատրյանը կմտնի ավականը, եկեք չգնանք, չգիտեմ, այլ Հայաստանը կանցնի, այլ մենք ինչ են գնում, մեկը անցնելու են, կամ չգիտեմ, Արտուր Վանեցյանի մոտ գեներալ մարդը, չգիտեմ, Սամվել Բաղբարյանի կողքից աջակցում է, հաստատ անցնելու է եւ այլն, կամ մարդ մտածում է, որ ինչ որ նշանավոր մարդու զավակ է եւ հանուն իր հոր իրան ինչ որ բան կանեն ձայն կտան, բայց չեն տալիս, հա, փաստորեն այդ արխայնանալու բան չկա, այսինքն թե դու մտածում ես ամբողջ գյուղը կգա քեզ ձայն կտա, զուտները պատճառով որ դու տվյալ գյուղացին ես կամ չգիտեմ վաստակին ունեցել քո ծնողները եւ այդպիսի բան չի լինում, այստեղ էլ է նշանակը, որ ուրեմն համապատասխան աշխատանք չի եղել։ Սա հայերի, այսպես ասենք, արխայնանալ ինքը խնդիր է, ինքը ընտրական խնդիր է, որը այլ եղավ 21 թվականի ընտրությունին, որտեղ շատ մարդիկ օրինակ տեսնելով լծված հրապարակը Ռոբերտ Քոչարյանի վերջին ուրեմն հավաքի ժամանակ մտածեցին, ահա լավ ընտրվել է, գնանք դաչա, հա, եւ այդտեղից բավականին շատ տոկոսներ գնացին, այսինքն անդիմությունը այդ խնդիրը պետք է լուծի, ինքը պետք է լուծի այն խնդիրը ինչպես աշխատել իներձանգվածի հետ, ով անդիմությունից կարող է դա անել եւ համապատասխան լուծումներ գտնելու պարագայում կարելի է հասնել հաջողության։ Երեք ես քննադատություններ տեսա այդ Գյումրի 2 մոդելով մասնակցելու ընտրություններին, հա, բայց ինչքան էլ պարադոքսալ թվա, կրկին Էջմիածնի ընտրությունները ապացուցեցին, որ այդ տարանջատված գնալ, բայց մի գաղափարի շուրջ աշխատել, իսկ մենք մի գաղափար ունենք ԿՊ-ից ազատվելու, դա ավելի արդյունավետ միջոց է, քան
միավորվել նախընտրական պայքարի ժամանակ, գումարել բոլորի անտիռեյտինգները եւ գնալ պարտվել ԿՊ-ին։ Այստեղ էլ եմ ասում, որոշակի նախադրյալներ կան, որ ԿՊ-ն կպարտվեր, ուղղակի էլ եմ ասում, որոշակի թերացում եղավ նաեւ ընդդիմության կողմից եւ դրա պատճառով ունենք այն ինչ ունենք։ Պարոն Քոչարյան, ԿՊ-ի հավաքած ձայների եւ հաղթանակ կուսակցությունների դաշինքի հավաքած ձայների տարբերությունը ընդամենը 5000 եւ մի քանիս է, այո։ Ընդհանուր առմամբ Վաղարշապատ համայնքում այն հին Վաղարշապատ համայնքում Վաղարշապատ գումարած ոսկե հատ, այնտեղ էլ եմ ասում հավասար մարդիկ կան ասում են դեռևս հաշվարկները չեմ տեսել, որ նույնիսկ հաղթանակ դաշինքը մի քանի տասնյակ ձան ավել է հավաքել ԿՊ-ից կան տվյալներ, որ մի 400 ձայն ԿՊ-ն ավել հավաքել, բայց այնտեղ հավասար արդյունքներ են, այսինքն այսեղ էլի պետք է նշել, որ ադմինիստրատիվ ռեսուրսով հանդերձ իրենք չկարողացան շոշափել արդյունք ստանալ։ Արդյունք ստացան միայն այնտեղ, որտեղ եղել է համայնք, Խոյ համայնքը, որտեղ Հաբիշտի Մեխակյանը եղել է ղեկավար եւ որտեղ կիրառվել է իմ կարծիքով ադմինիստրատիվ ռեսուրս, ինչի պատճառով քիչ կա նույնիսկ կարող են նմանացնել Մոլդովայի ընտրություններին եւ Մոլդովայից դուրս ապրող քաղաքացիները որոշեցին Մոլդովայի ճակատագիրը, հա։ Հիմա նույնն այստեղ էլի Վաղարշապատ քաղաքից համայնքից դուրս ապրող, հա, բնակիչները, Խոյ համայնքի բնակիչները լուծեցին Վաղարշապատ համայնքի, այսպես ասենք, ճակատագիրը չլինելով մինչև այդ Վաղարշապատ համայնքի բնակիչներ նոր են միացվել էլի որպես ընտրական տեխնոլոգիա կիրառվեց։ ԿՊ-ականները, ովքեր երեք էջմիացնում էին Հայաստանի տարբեր մասերից, իրենք եւս այդ մասին ասում էին, որ իրենց համար Վաղարշապատի ընտրությունները կարևորագույն խնդիր են եւ եկել են իրենց տեխնացուին աջակցելու։ Այնուամենայնիվ, այս տարբերությունը ինչի մասին է խոսում, այդ փոքրիկ տարբերությունը, եթե հաշվի առնենք, որ Մեխակյանի կամ Վաղարշապատի ԿՊ ամփոփիչ հանրահավաքին բոլորը դա են քննարկում, թե ինչքան քիչ էին մարդիկ հավաքվել եւ որքան տարբեր ԿՊ-ականներ կային, ԿՊ քաղաքապետեր իրենց աջակիցներով եւ այլն։ Եվ ՏԿ նախարար Դավիթ Խոդատյանը այս հաղթանակը որակել է որպես ընդդիմության ջախջախում։ Որքանով էր սա աննախադեպ, ինչպես ԿՊ-ականներն են սիրում ասել։ Ինչի մասին է մեզ սա ասում, հատկապես ԿՊ-ի վարկանիշի մասով։ Հիմա տեսեք, կրկին այն որ քիչ մարդ է եկել իրենց հանրահավաքին եւ ընդհանրապես եկել էր այդ շրջիկ կրկեսը, հա, որով իրեն գնում են Օանավանք, հետո գնում են, չգիտեմ, Թալին, հետո գնում են Էջմիածին ցույցի, հա, դա մի բան ցույց տվեց եւ ընտրությունների արդյունքը, որ օգտագործվել է աննախադեպ վարչական ռեսուրս, հա, եւ առանց այդ օգտագործման որևէ շանս չէր լինի։ Դեռևս պետք է շատ բաներ բարձվի ապագայում, ինչպես եղավ, որ այսքան ձայն հավաքվեց, ինչ տեխնոլոգիաներ կիրառվեցին, արդյոք էլի սիրված տեխնոլոգիան օգտագործվեց, որ մարդկանց դրսից բերում գրանցում են տվյալ համայնքում եւ այնուհետեւ ուրեմն ընտրություններին մասնակցում են, իրենց բերում են ընտրությունները, այնուհետև իրենց դուրս են գրում, հա, եւ իրականում ստանում են իրենց ուզած պատկերը, այսինքն իրենք շատ լավ գիտեն, որ տվյալ համայնքը նիկոլական են, բոլորին բերում են, գրանցում են, ցրում են Վաղարշապատ համայնքով, իրենք իրենց քվեարկություն անում են, հետո հետ են գրանցում։ Ընդ որում այդպիսի նախանշաններ կային, որովհետև մի քանի օգտատեր տեսել են, որ Իրաստան վրա գրանցված են մարդիկ, ընդ որում նգնեն ինչ որ անհետ պատճառաբանություն ասեց, ինչ որ վարչական անհրաժեշտությունից, վարչարական անհրաժեշտությունից գրանցել են։ Նույնիսկ մահացած մարդկանց գրանցումներ էին մահացած մարդկանց կար, այսինքն այդ ամեն ինչը կիրառվել է եւ հենց դա այն պարզ ապացույցն է, որ կիրառվել է ադմինիստրատիվ ռեսուրս։ Այլ պարագայում Էլի եմ ասում, Հաբիշտի Մեխակյանը որևէ շանս չէր ունենա։ Ավելին ես ձեզ ասեմ, այստեղ եւս մեկ հատկանշական բան եղավ, որ փաստացի եւ եթե մենք հետո անցնենք հանրապետական ընտրություններին, ինչ եղավ Գյումրիում, ինչ եղավ Վաղարշապատում, Նիկոլ Փաշինյանը իր դեմքով չմասնակցեց։ Նիկոլ Փաշինյանը թաքնվեց Հաբիշտի Մեխակյանի ֆիգուրի հետևում եւ Սարիկ Մինասյանի, որովհետեւ իրանք քիչ թե շատ ցիվիլ տեսք ունեին, հա, վանող ԿՊ-ական չէին եւ այստեղ հնարավոր եղավ դե Հաբիշտի Մեխակյանը մեր համայնքի տղեն է, չգիտեմ ինչ կրվածի տղա է, այսքան խոյ համայնքում եղել է, տեսեք քֆուր չի տալիս, կաթողիկոսի մասին վատ բաներ չի խոսում, հա, նույնն է Սարիկ Մինասյանը Գյումրիում հարգված մարդ, բիզնեսմեն եւ այլն
արեցին, հա, ենթադրենք ստացվեց։ Տեսեք, նույնիսկ հանրահավաքին չեկավ Փաշինյանը, որտեղ ինքը այն աստիճանի տոքսիկ է, որ իր հարազատ թիմը իրան զերծ պահեց գալ ենթադրենք գլխավորելու ցույցը։ Ինչ է անելու համապետական ընտրությունների ժամանակ Փաշինյանը։ Ինքը չունի այդպիսի մարդ։ Ինքը չունի, սենց ասենք, Կարեն Կարապետյան, որը ունեցել է հանրապետական կուսակցությունը 2017 թվականին։ Հետևում կթաքնվի։ Ետևում թաքնվի, առաջ տա, հա, առաջինը չունի, երկրորդը չի ուզենա, որովհետև Նիկոլ Փաշինյանը որպես դիկտատոր, հա, չի ընդունի մեկ այլ մարդ, ով կարող է իր փառքի ինչ-որ մի կտորը վերցնի եւ դա խնդիր է, որովհետեւ այդ մարդը իրենք էլ են արդեն հասկացել Նիկոլ Փաշինյանը տոքսիկ անձնավորություն է, հա, իր թիմն է իրեն զերծ պահում նախընտրական արշավներին մասնակցել, իր թիմը իրեն զերծ պահեց գազ տալ կաթողիկոսի վրա եւ մենք տեսանք, որ Վայոց որ ինքը գնաց, Էջմիածնի կանոններով ինքը մասնակցեց պատարագին, նույնիսկ այն կարգալույսներին իր հետ չվերցրեց, հա, այդ շրջի կրկեսի այս անգամ թողեց ուրիշտեղ, այսինքն իրենք շատ լավ հասկանում են ինքն էլ առաջ երթին, որ ինքը այն աստիճանի տոքսիկ է, որ գերադասում են, որ ինքը որևէ տեղը չերևա եւ ինչ է անելու 2026 թվականի ընտրություններին հերթական կամ չգիտեմ արտահայտ ընտրություն, դա էլ է իր համար հարցել եմ ասում, այստեղ ինքը սարիկ չունի, այստեղ ինքը արգիշտ է մեղական չունի, ումով է ինքը թաքնվելու Արեն Սիմոնյանը, որը ավելի տոքսիկ է, քան ինքը, թե ումով, այսինքն չի հասցնի ինքը աճացնի այսպիսի մարդ եւ էլ եմ ասում Նիկոլ Փաշինյանի բնավորությունը իմանալով, ինքը մեկ վարքան չի հանդուրժի, որ իրեն հավասարազոր որևէ անձնավորություն առաջանա ԿՊ-ում։ Նիկոլ Փաշինյանը արդեն հասցրել է գրել, թե որքան կարևոր էին վաղ շաբաթի ընտրությունները իրենց համար, թե համապետական ընտրություններին առաջ, թե նաև Մայր Աթոռը, ինչպես իրենք են ասում, ազատագրելու հարցում, մեջբերեմ իր խոսքը, ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, գրում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ է կարծում, ձեռնամուխ է լինելու ավելի ակտիվ։ Տեսեք, առաջին անդրադառնում ջախջախիչ բառին, հա, շատ կարճ, ուրեմն երևի ջախջախիչ բառը չեն պատկերացնում ինչ է նշանակում, հա, ԿՊԱ-ական էլ ոչ միայն Խուդացյանը, կարծեմ Գևորգ Պապայանը, ուրեմն տղաներ եւ աղջիկներ ջախջախիչը դա այն էր, ինչ եղավ Պորտուգալիա Հայաստան խաղի ժամանակ 9-1 հաշիվ, հա, ընդ որում ջախջախվելուց հետո որևէ մեկը ֆեդերացիան հրաժարական չի տալիս, եթե ճիշտ եմ հիշում 9-1 հաշիվ նաեւ գրանցվել էր Իտալիա-Հայաստան խաղում, դրանից հետո Արտուր Վանեցյանը հրաժարական տվեց։ Այստեղ 9-1 կարելի է փաստացի պարտվել Պորտուգալիան եւ որևէ արձագանք չկա, որևէ ներողություն չկա, ոչ մի բան չկա, այսինքն այսպես կարելի է։ Այս մարդիկ սովոր են ջախջախիչ պարտությունների, հա, եւ ոչ միայն ֆուտբոլային ասպարեզում։ Բայց այստեղ հավաքել Էջմիածին քաղաքում նույնքան տոկոս, որքան անդիմադիր դաշինքը, որը չուներ ադմինիստրատիվ ռեսուրս եւ ասել, որ դա ջախջախիչ է, չկներեք, դա ջախջախիչ չէ, էլի, այսինքն, ինչ ասեմ, կրկին փորձեք, բայց ել եմ ասում, բուն Էջմիածին քաղաքում այդ տոկոսն է եւ այստեղ հաջորդ ուրեմն քայլը Փաշինյանը հաղթել է վաղարշաբաթ համայնքում, հա, բայց Փաշինյանը հաղթել է Խոյ համայնքում, որտեղ չի գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում Փաշինյանը չի հաղթել, հա, եւ այսպիսի բաներ գրելուց առաջ թող ինքնին քիչ ոգևորի, հա, որովհետեւ ել եմ ասում Էջմիածնի քաղաքացիները իրենք առնվազն ոչ են ասել ԿՊ-ի բացարձակ մեծամասնությանը 54%, որը 21 թվին ԿՊ-ն ունեցել է Էջմիածնում, հիմա եթե չեմ սխալվում, մոտավորապես 40-41% է եւ սա եւս նշանակում է, որ Փաշինյանը մանդատ չի ստացել Էջմիածին քաղաքում եկեղեցու դեմ որևէ բան կազմակերպել։ Եթե իրանք Էջմիածնում իրենց 51% հավաքեն, 55% հավաքեն, իսկ ընդդիմությունը չգիտեմ 20-25% լիներ, հա կարելի է ընդունել, բայց էլ եմ ասում, ԿՊ-ն Էջմիածնի բնակիչներից, Էջմիածին քաղաքի բնակիչներից, որոնց տարածքում գտնվում է Մայր Աթոռը, իրենք այդ բանը չեն ստացել, մանդատը չեն ստացել։ Դուք նշեցիք, որ ընդդիմությունը պետք է դասեր քաղի նաև այս ընտրությունների արդյունքներից եւ խոսում ենք համապետական ընտրությունների մասին։ Շատերը հարց են տալիս, իսկ նույն սխեմայով համապետական ընտրություններին մեծ շանսեր չունի հաղթելու Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, համապետական ընտրությունին բոլոր կողմերից շանսեր ունեն հաղթելու, կախված նրանից ով ինչ տեխնոլոգիա է կիրառելու եւ ով ոնց է հասցնելու իր մեսեջները իր էլեկտորատին։ Այսինքն վաղ է հուսահատվել։ Իսկ ինչի պետք է հուսահատվել, իսկ ինչ է եղել, որ մի քաղաքում ընդդիմությունը չի հաղթել, մնացած քաղաքներում հաղթել է, այսինքն այստեղ
կաչելիների նման է, հա, այնտեղ կարող ես հաղթես, այնտեղ բարես, կարևոր է հետևություն, կարևոր է հասկանաս ինչ է եղել, ինչ կարող է անի։ Օրինակ, ես բաներ չեմ բարձրաձայնի, բայց իշխանությունը որոշակի տեխնոլոգիաներ է կիրառել, որոնք նաև 21 թվականին է կիրառել եւ Գյումրիում է կիրառել, որոնց դեմ ինչ-որ ձևի պետք է առնել, հա, եւ այստեղ աշխատանքը պետք է դեմ ասում հասկանալ որտեղ ինչ խնդիր կար։ Հիմա տեսեք, Էջմիածնում չի մասնակցել մեր ձևով շարժումը, ոչ մի ձևի ընտրություններին, հա, իսկ մեր ձևով շարժումը էլեկտորատը շատ քիչ է հատվում, ենթադրենք նույն հաղթանակ դաշինքի էլեկտորատը, հա, երկուսն էլ ընդդիմադիր են, բայց գաղափարապես մի քիչ տարբեր բաների մեջ են գտնվում, հա, տեսեք, մեր ձևովը եւ հաղթանակ դաշինքը, որը կարող ենք ասել դաշնակցություն եւ Քոչարյան, այսպես ասենք, դաշինք է, հա, իրենք մեկ ընդհանուր գաղափար ունեն, որ հականիկոլական են, բայց տարբեր մոտեցումներ ունեն, հա, մեկ ավելի շատ սոցիալական բանի վրա է բևեռված, մյուսը ավելի շատ անվտանգային բաների եւ ինչ կլիներ, եթե մեր ձևով արդեն որպես կուսակցություն կամ որպես բլոկ մասնակցեր ընտրություններին եւ ինչ արդյունք կլիներ եւ ինչքան տոկոս իրենք կհավաքեն օրինակ այն զանգվածից, որը չի մասնակցել ընտրությունների, այստեղ էլ է հարցը։ Դրա համար համապետական ընտրություններին պարզ է, որ մոտարապես հասկանալի է ինչպես են գնալու, բայց անդեկան տակտիկական քայլեր, որոնք իհարկե կիրառվելու են եւ ընդդիմության կողմից եւ իշխանության կողմից։ Կարևոր է էլի եմ ասում բացառել անդիմադիր գործիչների եւ կուսակցությունների մասնակցությունը, որոնք 1%-անոց, կես տոկոսանոց են։ Դրանք էլի եմ ասում։ Նույնիսկ մենք մտածում ենք լավ դե կես տոկոս հավաքից ինչ եղավ, չէ, բայց օրինակ Էջմիածնի օրինակով ցույց տվեց, որ 1% հավաքած ուժը խանգարեց 3-8% հավաքած ուժին անցնել ավականին։ Իսկ իրենք դա գիտակցում են, թե գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Գիտեք, կամ հատուկ են անում, հա, այսինքն հատուկ ներմուծված են դաշտ, կամ անհասկացող են, բայց դա անհասկացողներին բացատրելու ձևեր ամեն դեպքում կա քաղաքական, հա, եւ այս բանը պետք է մաղվի եւ Էջմիածնի ընտրությունները ցույց տվեցին, որ շատ կարեւոր է հիմա ընդդիմության համար երրորդ եւ չորրորդ, հա, խոշոր բլոկեր ձևավորելու, հա, որովհետեւ իրենք պետք է այսպես ասենք, իրենց վրա հավաքեն նաեւ այդ կես տոկոսանոց, 1%-անոց ուժերին, որովհետեւ չթույլատրեն փոշիացումը եւ այդ երրորդ եւ չորրորդ բլոկերը իրենք պետք է այնպիսի բլոկեր լինեն, որ հեշտությամբ հաղթահարեն ենթադրենք 4%-անոց արգելքը որպես կուսակցություն։ Տեսեք, եթե դու մասնակցում ես որպես կուսակցություն, բայց դու 2%-անոց ես, ավելի լավ է դու եւս մի քանի քո նման կուսակցությունների հետ բան անես, պայմանավորվես, մեկ ցուցակով գնացեք ոչ որպես դաշինք, հա, որպես կուսակցություն, որ չփոշիացնեք, որտեղ միտեղ 4% պետք է հավաքեն որպես դաշինք 8, եթե չեմ սխալվում, եւ մտեք բան ազգային ժողով։ Վերջը կարևորը նպատակն է։ Վերջը կարևորը նպատակը մեկն է Նիկոլ Փաշինյանից ազատվելը, էլի, բայց եթե մարդիկ կամ կուսակցություններ կան, որ դիտարկում են սա որպես տրամպլին ապագա ընտրություններին մասնակցելու, դա շատ սխալ մոտեցում է, որովհետև այս ընտրությունները սարդարապատ է, էլի, այս ընտրությունները եմ ասում, ընտրությունն է անկախ Հայաստանի, քիչ թե շատ անկախ Հայաստանի, թե թուրքական վիլայեթի մեջ եւ այստեղ խաղիկներ տալ սեփական էգոն առաջ տանելու եւ դրա պատճառով ամբողջ երկիրը կործանելու, իմ կարծիքով դա չի ներվելու եւ այդ մարդիկ ավելի մեղավոր են լինելու, հա, Հայաստանի ճակատագրի կործանման մեջ, քան նիկոլականները։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։